Եմ առաջին անգամ այս ամբիոնից մեզ մեղադրեցիք լափելու մեջ ու դա օգտագործեցիք, այդ բառն օգտագործեցիք, հենց այդ բառը օգտագործեցիք, չէ՞, չեմ սխալվում։ Այդ բառն օգտագործեցիք այն կոնտեքստում, որ պետական պահպանության ծառայողների ծառայությունը կազմակերպելու համար ավելի շատ գումար է հատկացվում։ Պարոն Մինասյան, մեր նպատակը պետական պաշտպանության տակ գտնվող անձանց պաշտպանությունը պատշաճ կազմակերպելն է։ Եթե կարծում եք, որ դրա համար հատկացվող գումարը շատ է, գուցե հորդորեք ձեր համակիրներին առնվազն մեր կուսակցության գրասենյակների դիմաց ռումբեր չդնեն։ Ռումբ չդնեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց։ Ռումբ չդնեն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարևանի տան դիմաց, որովհետև դիմադիր ապիկարության շրջանակներում նույնիսկ պատգամավորի տանտեղն են շփոթել, ում դրան առաջ պետքա ռումբ դնեին։ Եթե կարծում եք, որ այդ ամեն ինչը, այդ գումարը, ֆինանսավորումը պետքա քչացվի, ապա այնպես արեք, որ դա հնարավոր լինի քչացնել, որովհետև այդ պարբերաբար ռումբերի տեղադրման մասին ահազանգերը, տարատեսակ արբատներում, բարբատներում ու տարատեսակ ենթադրում եմ տենց կաբարե հիշեցնող անուններով հայտնի երևույթներում կներեք մի քիչ վատ առողջ տարատեսակ արարածների պատրաստումը, որ պետքա հետագայում գան ու Հայաստանում փորձեն զինված հեղաշրջում անել, բնավ չի նպաստում նրան, որպեսզի պետական պահպանության ծառայության ուղղված ծախսերը քչանան։ Հորդորեք, մի օր հորդորեք, էլի մի օր վեր կացեք, այս ամբիոնից ասեք, մենք հորդորում ենք սիրելի ժողովուրդ, սիրելի դաշնակցականներ կամ նախկին դաշնակցականներ, ԿՊ-ի գրասենյակի մոտ ռումբեր մի դրեք, զուտ, փորձեք ուղղակի։ Փորձել եք, չեք փորձել, ես առնվազն նման դեպք չեմ հիշում։ Տիկին Վարդանյան, շատ շնորհակալ եմ ձեր ելույթի համար։ Ձեր ելույթում մեղադրեցիք AI-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանի բոլորիս հայտնի է թե ում ուղված այդ ձայնագրությունը պատրաստելու մեջ։ Մեղադրեցիք լրատվականներին կամ ենթադրում եմ ինձ մեղադրեցիք, խոսքը այս ձայնագրության մասին էր, հարգելի քաղաքացիներ, Տիկին Վարդյանը պնդում է, որ այն պատրաստված է արհեստական բանականության միջոցով, այստեղ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ռուսերեն ու ըստ մամուլի հրապարակումների այս ձայնային հաղորդագրությունը կամ հեռախոսազրույցի հատվածը Ռոբերտ Քոչարյանը անում է Վլադիմիր Պուտինին։ Поскольку мое вхождение в политику и активное противостояние действующим властям сразу после известных событий 2018 года произошло по взаимному согласию и взаимным договоренностям, я просил бы вас обеспечить мой плавный выход из этой ситуации. Жить и работать здесь, в Армении, под постоянным прицелом и в статусе заложника считаю неприемлемым. И ваше слово имеет здесь решающее значение. Не в состоянии просто вам отказать никак. Поэтому я просил бы обеспечить мой плавный выход из этой ситуации. Տիկին Վարդանյան, հատուկ ձեր համար այս ամբիոնից էլ սա միացրեցի այս զայնագրությունը։ Եվս մեկ անգամ հորդորելով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը անձամբ ինչ-որ մեկին դատա, պահանջելով հերքել սա, քանի որ սա կեղծ է։ Տիկին Վարդանյան, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պարբերաբար պաշտոնապես հերքել է, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան ու թալան չի։ Ներողություն, բայց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հերքումները այդքան էլ վստահություն չեն ներշնչում։ Տիկին Վարդանյան, ասում եմ, թող դատարանով հերքի, դատարանով թող փորձի հերքում պահանջի, դատարանը թող սա ուղարկի փորձաքննության։ Մենք տենանք այս անհավասար այս շնչառությունը, որով որ նա դիմում է ինչ-որ մեկին ենթադրաբար բոլորս հասկանում ենք թե ում, այդ անհավասար շնչառությունը ևս AI-ով պատրաստված է, այդ
Տեմբրը եւս AI-ով պատրաստված է, ամբողջությամբ AI-ով պատրաստված է, թե ոչ։ Գիտեք ամբողջ խնդիրը որն է, ձեր խնդիրը, անձամբ ձեր խնդիրը Տիկին Վարդան, սա ներողություն եմ իհարկե խնդրում, որից թույլ եմ տալիս նման բան ասել, բայց այնուամենայնիվ իմ կարծիքով անձամբ ձեր խնդիրը կայանում է նրանում, որ դուք իրոք հավատում եք, որ սա AI-ով պատրաստված է։ Անձամբ ձեր խնդիրը։ Մյուսներինը չէ, մի մասինը չէ ձեր խմբակցությունը, որտեղ նրանք դրան չեն հավատում, Տիկին Վարդան։ Ինչևէ, ինչպես շատ խոհեմ եւ շատ համառ քաղաքական գործիչ Ռուբեն Ռուբինյանը այսօր բազմիցս խոսեց 004 շրջաբերականի մասին, որը դուք այստեղից պարբերաբար փորձեցիք հերքել, հարգելի գործընկերներ, դուք ասելով, որ դաշնակցությունը նման բան չի քննարկում, ու առհասարակ նրա կոնտեքստում չկա միութենական պետությունը եւ այլն, փորձ եք անում հերքել Ռոբերտ Քոչարյանին, ով անձամբ պատասխանել լրագրողի հարցին ի պատասխան, որ լրագրողը հարցնում ասում է անկախությունը ձեր համար բացարձակ արժեք է, թե դուք պատրաստ եք մտնել միութենական պետության կազմի մեջ։ Պարոն Քոչարյանը, ձեր ղեկավարը, ձեր լիդերը, ձեր առաջնորդը պատասխանում է հետևյալ կերպ։ Ասում է, գուցե անվտանգային տեսանկյունից մենք ավելի մեծ միավորի մեջ մտնելու կարիք ունենք։ Սա ուղիղ ասված է։ Կարծեմ դա դեռ չեք փորձել հերքել, ասելով, որ AI-ով պատրաստված է Ռոբերտ Քոչարյանը, այդ պահին հոլոգրամա էր, նա ինքը չէր դա։ Ինչևէ, Քոչարյանի ձայնագրությունը կեղծա պատրաստված է AI-ով։ Շրջաբերական 004-ը ոնց եք ասում Սիվիկի պատվալում է կեղծված։ Այս Ռուսաստանի սովետական KGB-ի հակահետախուզության պետ գեներալ Կալուգինի գիրքի H221-ը, որտեղ պատմում է այն մասին, թե ինչպես է սովետական KGB-ն ներթափանցել եւ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցրել դաշնակցություն կուսակցությունը, ասում եք կեղծ է։ Ճիշտ ասած դեռ չեք ասել, որ տպված է Սիվիկի պատվալներում այս գիրքը ու դրա համար կեղծ է, բայց կոնկրետ այս մի օրինակը տպված է 2009 թվականին, 2009 թվականին Սիվիկը դեռ չկար։ Մտածեք, թե ինչ եք ասելու այս ուղղությամբ, որ թե սա որտեղա բանեղած։ Եվ վերջի վերջո, խոսում եք այն մասին, ասում եք հոկտեմբերի 27-ի շահառուն ով էր։ Դե դիրս ով էր, իսկականից հոկտեմբերի 27-ի շահառուն, նա մտքներովս չի անցել։ Այսքան մարդ նստած եք, որի մտքով է անցել, թե ով էր հոկտեմբերի 27-ի շահառուն։ Մի հատ պրոստ ուղղակի բան արեք, բան կա, չէ, ամեկ պլյուսը մի հատ շատ լավ բան ունի, անունը մտքիցս օրացույց, հա, օրացույց։ Հին վիդեոները նայեք, օրինակ միջև 99 թվականի հոկտեմբերի 27-ը, որ թերթելուց ելնենք, կգտնեք Ռոբերտ Քոչարյանին, ով ասում է հետևյալը. դե ես փաստացի երկրի նախագահը չեմ կարող նմանակել իր ձայնը, բնականաբար շատ սպეციფიկ ձայն ունի, պարոն Քոչարյանը տեմբր ու ակցենտ, այնուամենայնիվ։ Միջև 99 թվականի հոկտեմբերի 27 Քոչարյանն ասում է հետևյալ արտահայտությունը. երկրի նախագահը այդքան իշխանություն չունի իշխանություն, ես ուղղակի անկախ արբիտրի դեր եմ կատարում։ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո սակայն իշխանություն չունեցող անկախ արբիտրը անում է ուրիշ արտահայտություն։ Դե տղամարդ չկար, որ ես դառա նախագահ, էլի փաստացի, միակ տղամարդն էի։ Հասկանում եք, անկախ արբիտրից ու իշխանություն չունեցողից դեպի միակ տղամարդ այս ճամփորդության ճանապարհին մի միջադեպ հոկտեմբերի 27։ Այդ երկու անձի նույն մարդու, բայց երկու բաների էլի, անձի երկվության պարագայում կամ չգիտեմ, երկու եսերի միջև այդ անջրպետը հոկտեմբերի 27-ն է։